Ողջույն գործար Ալեքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, լուսաբանում ենք բավականին հետաքրքիր գործարար նախագծեր եւ անդրադառնում ենք գործարար միջավայրում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձություններին։ Այսօրվա իմ հյուրերին եմ ուզում ներկայացնել Երվանդ Մարկոսյան, ողջույն Երվանդ, եւ Մեսրոպ Անդրեասյան, ողջույն Մեսրոպ։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Երվանդը եւ Մեսրոպը հանդիսանում են Շին Տենդեր ընկերության համահիմնադիրները։ Իրականում ընկերության անունը արդեն նշում է, թե մեր այսօրվա թեման ինչի մասին է լինելու եւ ոլորտի եւ հարթակի եւ հարթակի ստացված հնարավորությունների, բայց մինչ այդ ուզում եմ մի փոքր ձեր կրթական հենքը ներկայացնեք, որից հետո արդեն կանցնենք գաղափարին։ Երվանդ, սկսենք ձեզանից։ Սովորել եմ ճարտարապետաշինարարականում, ստացել եմ բարձրագույն կրթություն, բայց միայն բակալավրի շրջանում մագիստրատուրա։ Իսկ ինչ ուղղությամբ, մասնագիտությունը։ Ուղղությունը IT է, անվտանգության մասով էր, տեղեկատվական անվտանգություն, բայց այդ ուղղությամբ չշարունակեցի, որովհետեւ գործարարությամբ զբաղվում։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչպես նաև ես մի բան կուզենայի ավելացնել, որ ներկա պահին ինչ որ մի ժամանակահատված ուսման վրա այդքան չեն կենտրոնացել, ավելի շատ ոնց որ պրակտիկ աշխատանքների վրա էր։ Հետո հասկացա, որ եթե ուզում ես լուրջ գործով զբաղվես, եթե ինչ որ արժեք ձևավորես, քեզանից պետքա նախ եւ առաջ կրթվես ու հիմա արդեն 6-րդ ամիսն է, այցելում եմ առաջին բիզնես դպրոց քո գլխավորությամբ, որտեղ հիմա շատ չեմ ուզում մարանամ ինչեր եմ սովորել, որտեղ լիքը մանր դետալներ, ու ես 6 ամիս առաջ ու ես հիմա մի քիչ արդեն տարբեր մարդիկ եմ։ Այո, նաև գործարարության վերաբերյալ բավականին հագեցած ու համալիր պատկերացում ու ինչու ոչ նաև գիտելիք։ Առավել ևս երբ որ դու հենց թեմայի մեջ ես, այսինքն կա ինչ-որ մի պրոյեկտ, որի վրա դու աշխատում ես ու դու գալիս ես սկսում ես կրթվել, այդ կրթությունը արդեն լրիվ այլ մակարդակ է։ Շնորհակալություն, Երվանդ։ Դուք, Մեսրոպ։ Ես էլի սովորել եմ ճարտարապետական համալսարանում։ Դուք այնտեղից եք իրար ճանաչում, այդպես կարելի է ենթադրել, թե ոչ։ Մենք համ նույն համալսարանում ենք սովորել, համ նույնիսկ իրար հետ ծրագրավորում ենք սովորել Microsoft-ում ահագին ժամանակ, բայց տեղից չգիտենք իրար, ավելի շուտ վանից գիտենք։ Սկզբից ճարտարապետականում ճարտարապետության ֆակուլտետում եմ սովորել ու դեզուգահեռ ծրագրավորում, հետո մագիստրատուրան, հետո այդ երկուսի խառնուրդ մասնագիտությամբ գնացել եմ ասպիրանտուրա անեմ Իտալիայում, հետո միևս մի տարի հետազոտող եմ եղել Դանիայի մի հատ համալսարանում, որ էլի տենց բանի ասպիրանտուրայի մաս էր։ Ու դրանից հետո որ հիմնական գործունեությունը այդ մասնագիտական ուղղությամբ էր, բայց քանի որ ինքը վերաբերում էր տեխնոլոգիաներ, կառուցապատման ոլորտ եւ այլն, այդպես Երևանի հետ այդ ստարտափի իդեան առաջացավ ու իրար հետ որոշեցինք եւս մեր գործընկերոջ հետ միասին որոշեցինք այդ ուղղությամբ ստարտափ առաջարվել։ Շատ լավ, նշեցի հաղորդման ամենասկզբի հատվածում, որ ընկերության անունը Շին Տենդեր, այսինքն մեկ հարթակի ներքո եք համախմբում բոլոր գնումների գործընթացը, որոնք որ ըստ էության կապված է շինարարության ոլորտի հետ։ Մինչև հիմնական առանձնահատկությանը անցնելը, գաղափարը ո՞նց է ծնվել, ու մոտ է ծնվել կամ այս ինչպես նշում են լեն ու բոլ աշխարհում ինչու եք եկել եւ կպել հենց Շին Տենդերների գաղափարին։ Մին Շին Տենդերը ես զբաղվում եմ շինարարությամբ, ու մեր ներքին վերանորոգում իրականացնող ընկերություն, ու հենց ես զբաղվում եմ այդ շինանյութերի ձեռքբերման գործընթացով, ու մի քիչ երկար պատմություն եկնում, բայց շատ հետաքրքիր, ունեի sense բավական մեծ ցուցակ, որը որ արժեքով բավական բարձր էր, հերթով սկսեցի անցնել խանութներով ու հասկացա, որ գումարը այդ ոլորտում, շինանյութի ոլորտում բավականին տատանողական է, ու միայն շուկան ուսումնասիրելը կարող է բավական մեծ գումար խնայել, բայց դա փոխհատուցվում է ժամանակի ծախսով, պատրաստ է ժամանակ ծախսես գումար խնայես, թե չէ, մարդիկ այդ ընտրության առաջ էին, հասկացա, որ 21-րդ դարում խի պետքա կամ ժամանակ ծախսես կամ գումար, դա կարելի է համադրել եւ դու մեկ հարթակից կարողանաս միանգամից գնումներ իրականացնել, առանց ժամանակ ծախսելու գնումներ կատարես, որը նաև մրցակցության ձևավորման արդյունքում բերում է նաև լավագույն պայմաններ ստանալու հնարավորություն։ Շատ լավ, այդտեղ հանդիպեցիք Մեսրոպին,
ու մոտ է, ինչպես հասկացա Երևան, ձեզ մոտ գաղափարը ծնվել է, քննարկումը եղել է Մեսրոպի եւ ձեր մյուս գործընկերոջ հետ եւ այստեղ միանգամից հավանության է արժանացել, թե ինչպես սովորաբար ստարտափերում է լինում, միշտ այդպես հակասություններ են լինում, գաղափարն է քննարկվում, հաղթվում, հետո գալիս։ Լավ հարց է, ասեմ, ուրեմն սա Երևանի առաջին նախաձեռնությունը չի, մինչև այդ մենք Երևանը էլի ինչ որ մտքեր ունենում էր, ինչ որ գործունեություններ տարբեր անելու հետ կապված, որոշները անում էր շատ հաջող, բայց մի տեսակ ոնց որ այդ բանը չկար, էլի հավատը, որ այս այն է, ինչ որ ուզում եմ ես անեմ ու ինքը շատ կարևոր բան է, շատ կարևոր հարց է լուծում, շատ մեծ ազդեցություն կունենա եւ այլն։ Այսինքն վստահությունը Երևանի որպես գործարար մինչև այդ էլի եղել էր, որտեղ դե տեսել ենք, որ մարդը ոնց է ընդհանրապես կարողանում գործը կազմակերպել։ Հետո այս միտքը, որ առաջացավ, ինքը Ահագին շուտ էր, այսինքն այդ համատարած թվայնացումը ոնց որ արդեն կարելի էր ենթադրել, որ տենց լինում է, բայց դեռ այդքան ակնհայտ չէր Երևանն ու այդ առումով Երևանի հետ տեսնելը, որ sense բան հնարավոր է անել ու ինքը կաշխատի, շատ դուրս եկավ ու դե վստահ լինելով իր գործարար հմտությունների վրա ու հավատալով այդ մտքին, միանգամից տենց ցանկություն առաջացավ, որ ես էլ եմ ուզում մասնակցեմ։ Նաև ինձ թվում է, չգիտեմ, մեր մյուս գործընկերոջ հետ կապված երևի նման մի բան է եղել։ Սենց է, ուրեմն մի օր զանգեց Մեսրոպը, բառացի ասեմ, ապեր ասում է, ես ուզում եմ միանամ ձեզ։ Ճիշտ է, ես վերջինն եմ միացել, իրենք արդեն բան է։ Այդպես մոտարպես 1 ամիս հետո Մեսրոպը միացավ, ոնց որ գաղափարը կար, մենք էլ սենց խմորումների փոլում էինք, վերջում ինքը եկավ, միացավ, ասաց ես հավատում եմ ես որ ես գործունեություն ասի, օքեյ, շատ լավ։ Տեսեք, շատ կարևոր բան ասեցիք, եթե թույլ կտաք մեկ հավելյալ նաև հարցադրում անեմ, վստահաբար յուրաքանչյուր ստարտափի դեպքում 3 կարևոր բան կա, որ քո գաղափարը իսկապես խնդիր լուծի, ինքը խնդրի լավագույն լուծում լինի եւ թիմը լինի։ Թիմը, բայց շատ կարևոր է, որ թիմում յուրաքանչյուրը ոչ թե ունենա նույն որակները, այլ լրացնեն իրար։ Դուք ո՞նց եք իրար լրացնում, այսինքն ում մոտ ինչն է լավ ստացվում, հա, ով որ կտորն է փակում։ Վստահաբար բոլորդ նույն բանը չեք անում։ Մեր դե Երևանը ոնց որ մեր ընդհանուր տնօրենն է, նաև հենց բոլոր առներով ինքը հենց տնօրենն է։ Քարշակն է։ Քարշակ երևի մեր երրորդ գործընկերոջը կարելի ավելի շատ ասել, ինքը գործադիր ոնց որ դեր ունի, ինքը հենց գործադիր ամենօրյա այդ աշխատանքը մեր աշխատակիցների, մեր ընդլայնված թիմի արդեն բոլոր այդ հարցերը կազմակերպել ավելի շատ տեղային լուծում է մեր երրորդ գործընկերը, Երևանը ընդհանուր որպես տնօրեն հիմնական հարցերով է զբաղվում, իմը ավելի շատ, քանի որ ես գալիս եմ տեխնոլոգիաների գիտության ոլորտից, իմ զբաղվելու հարցերը հիմնականում վերաբերվում են ավելի տենց ստրատեգիական, օրինակ ինչ ուղղություններով արժի գնալ, ինչ հարցեր արժի ուսումնասիրել, ինչ մեխանիզմներ արժի ներդնել։ Երևի մոտավորապես նկարագրեցի։ Իսկ թիմը մեծ է թե փոքր, բացի ձեզանից համահիմնադիրներից։ Մոտ 9-10 հոգի։ Տարբեր իրավաբան, հաշվապահ, բոլոր մարքեթինգ եւ այլն։ Մարքեթինգի թիմ ունենք, ծրագրավորողների թիմ ունենք, իրավաբան, խոսքով այն հիմնական բաժինները, որոնք որ ստարտափի համար անհրաժեշտ են։ Պարտադիր են, դրանք բոլորը արդեն ունենք։ Այս թիմ հավաքելու հետ կապված մի շատ դեպքի բան ասեմ։ Մենք սկզբնականում կարծում ենք, որ ընդհանրապես եթե համագործակցում ենք, պետք է համագործակցած պրոֆեսիոնալների հետ։ Ու սկսեցինք այդ ուղղությամբ աշխատել, բայց մի հետաքրքիր գաղափար պրակտիկորեն հասկացա, որ եթե չկա գաղափարակից հասկացողությունը, ինչքան է պրոֆեսիոնալ լինես, առավել եւս ստարտափի դեպքում, որ դու նոր գաղափար չի աշխատում, ինքը պրակտիկորեն չի աշխատում։ Ու ժամանակի ընթացքում մենք շեշտը դրեցինք ոչ միայն լավ աշխատակից, այլ նաև հենց գործընկեր հասկացողության վրա, գաղափարակից ու թութու թիմը ստացվում։ Ну, ոչ մի անգամից ծրագրավորողների պահով օրինակ ահագին տենց փուլերով անցանք, մինչև որ հենց հիմնական մեր հետ որ աշխատում ենք, արդեն իրանք շատ ոչ միայն շատ լավ ծրագրավորողներ են, այլ նաև հենց գաղափարակից են, որ իրանք հավատում են նրան, ինչում որ իրանք անում են, էլի։ Շատ լավ, ինչ փուլում է այս պահին ստարտափը կամ միգուցե արդեն ստարտափ չէ, անցել եք այդ փուլերը, մի փոքր կներկայացնեք, ինչ վիճակում է հիմա։ Արդեն շուկա դուրս բերված է պրոդուկտը, ապրանքը, ծառայությունը, թե դեռ պլանավորման փուլում եք։ Արդեն 3 ամիս նույնիսկ շուկայում ենք։ Մենք ընդհանրապես հիմնադրվել ենք 21 թվականին,
մի հատ փորձնական կայք սարքեցինք, մտանք շուկա, հասկանանք, օքեյ, մենք ուղղակի սիրարված ենք գաղափարին, թե դա իրական խնդիր է լուծում։ 7-8 ամիս հետո մենք հասկացանք, որ չէ, ինքը իրական խնդիր է լուծում, ու այնքան լավ խնդիր կարա լուծի, որ այս ֆունկցիոնալը հնարավորություն չի տալի դրան ու պետք է ֆունկցիոնալը փոխել, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի։ Հիմա մենք 3 ամիս առաջ ավարտեցինք նոր կայքը, շատ ավելի հագեցած ֆունկցիոնալով, ու շեշտը դրված պարզության վրա։ Այսինքն որ օգտատերերը հեշտ կարողանան օգտվել։ Ըստ էության ձեր շահառուներն են շինարարական կազմակերպություններ, վարպետներ, հա, ովքեր են ձեր հիմնական շահառուները։ Իրանք, բայց քանի որ կայքը իր ֆունկցիոնալով նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր անհրաժեշտ կարիք ունեն շինարար գնելու, նրանց մեջ ստացվում է որ մտնում են նաև օրինակ տանտերերը, ովքեր նոր բնակարան են գնել ու ինչ-որ շինանյութ առնելու process-ներ ներգրաված են։ Պարզ ասելով բոլոր են նրանք ում որ հարկավոր է շինանյութ, բայց քանի որ մենք հասկանում ենք որ շուկան բաղկացած է տարբեր տեսակի մարդկանցից ում որ հարկավոր է շինանյութ, այսինքն նույնը թվարկած տանտերեր, վարպետներ, կառուցապատողներ եւ այլն, մեր մոտ դա արտացոլված է հենց տարբեր օգտատերերի տեսակներով, որոնք ըստ իրենց տեսակի ունեն իրենց համար հարմարեցված գործիքակազմ։ Օրինակ, եթե տանտեր տիրոջն է հարկավոր շինանյութ գնել, ինքը վերահսկողի դերում է ավելի շատ, բայց հենց դետալներով մանրամասն տեխնիկական լրացնել թե ինչա պետք, հավանաբար ինքը չի անում։ Դրա համար օրինակ կա վարպետի պրոֆիլ, որը որ ինքը ստեղծում է ցուցակ, որը որ պետք է, դա փոխանցում է պատվիրատուին, որպեսզի պատվիրատուն կամ տանտերը ինքը տեսնի ինչ անհրաժեշտ եւ ինքը իր անունից հայտարարի տենդեր եւ կարողանա վերահսկել եւ վճարումները անել։ Այսինքն այդ եւ շատ ուրիշ ձևերով այդ բոլոր տեսակի բաները օգտատերերը այնտեղ ներկայացված են։ Նաև վաճառողների տեսանկյունից են։ Լավ, ուզում եմ մի փոքր անդրադառնանք այն հիմնական խնդիրներին, մարտահրավերներին, որոնք որ ունեցել եք ստարտափի, այսպես կյանքի կոչման ճանապարհին, որովհետև վստահաբար բոլորը ունենում են այդ դժվարությունները եւ հենց դա էլ հիմքի հանդիսանում, որ շատերը կես ճանապարհից հետ են գնում, այն պահը, երբ արդեն պետք է հաջողության դուռը բացեին, ոնց որ կիսատ են թողնում, հետ են շարժվում։ Ինչ մարտահրավերներ եք ունեցել ու ամենակարևորը ոնց եք հաղթահարել։ Ձեր մեջ խնդիր լուծողը ով է։ Երեքովս ինչ որ sense տոկոսային բարոնված է, ինչ ես կարող ասես, որ մեկն է որոշում կայացնում հստակ։ Ամենակարևոր երևի այն գիծը, որը պետք է անցնել, դա մոտիվացիան փոխարինել դիսցիպլինայով։ Ու մինչև այդ փուլը չես անցնում, չես հասկանում դու իրական գործես անում, թե ինչ ես անում։ Մոտիվացված ես ուղղակի, որը կարող է մի ամիս հետո ավարտվի, թե չէ։ Ու անցնելով այդ գիծը մենք արդեն հիմա սկսեցինք աշխատել թիմ հավաքելու վրա, օրինակ որը որ բարդ կետերից մեկն է։ Բավականին շատ սխալներ անելով անընդհատ ոնց նշեցի, որ գաղափարակից պետք է լինեն մարդիկ, դա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որը որ եթե դու չես հավաքում նմանատիպ մարդկանց թիմ գաղափարակից, քո ստարտափը կամ ցանկացած բիզնես երկար չի գնա ուղղակի։ Այդ է իմ այս պայծությամբ մտքից գալի։ Մի երկու բան ասեմ այդ դժվարություններից, որոնք որ հանդիպել են, դժվարություն ու դժվար որոշումներ կայացնելու հետ կապված, մեկը օրինակ, երբ որ Գերվանդը նշեց, որ մի պահ մենք ունեինք թողարկված արդեն պլատֆորմ, որը որ աշխատում էր, բան այդ պահին շատ ավելի հեշտ էր ոնց որ ասել հա դե հենա աշխատող պլատֆորմ ունենք, մարդիկ գրանցվում են, տենդերներ են հայտարարում եւ այլն, ու տենց գնանք առաջ։ Բայց այդտեղ ոնց որ ավելի հեռու նայելով որոշումը այն էր, որ ավելի լավ կլինի մենք սա օգտագործենք որպես սովորելու ինչ-որ փուլ, այսինքն տվյալներ էինք հավաքագրում, ուսումնասիրում էինք բաների օգտատերերի վարքը եւ այլն, ու այդ ահագին դժվար որոշումները հասկանանք, չէ, բերեք մի հատ այս ամեն ինչը նորից ավելի լավ անենք։ Հիմա իհարկե գոհ ենք, որ տենց արեցինք, որովհետեւ նոր պլատֆորմը շատ ավելի լավն է, շատ ավելի ճիշտ է հավաքած այն փորձի հիման վրա, բայց դա ինքնին դժվարություններ է։ Բավականին ռիսկային որոշում, որովհետեւ 2 տարի մենք ուղղակի sense մտանք ընդհատակ գոյություն չուներ շինտենդերը, մի պահ գոյություն ունեցավ, հետո գոյություն չուներ, ու դա 2 տարի։ Մենք հասկացանք։ Իսկ դուք ինչ եք արել այդ ընթացքում 2 տարվա։ Նախագծել ենք կայքը, նախագծել եւ պատրաստել ենք նոր կայքը։ Ընդ որում ինքը այն աստիճանի մանրամասն էր արվում, ես հիշում եմ, ասենք մեր ոնց շոկոլերի ժամանակ կարող է 4-5 ժամ
զանգերով մեր դիզայներների հետ, բաների հետ ինչ որ քննարկվեր ֆոնտի չափ, գծի ինչ որ հաստություն ու դա ոնց որ բոլորս գում էին որ դա շատ կարևոր հարց է իրականում էլի ու այտենց ամեն մի մանր դետալը շատ մանրամասն մշակվել է ու ոնց որ հիմա արդեն հոյդարքերն է որ մենք հիմա պրակտիկորեն տեսնում ենք որ ոչ բոլոր նյուանսներն ենք հաշվի առել։ Դե հա, տենց երբեք չի լինում որ բոլորը, բայց արդեն միշտ ընթացքում ինչ որ նոր խնդիրներ, նոր ոնց որ հնարավորություններ բացվում։ Բայց ինքը հիմա շատ ավելի լավն է, դա կարևորը, դրան պետք է հասնենք։ Էդ էր դժվար ինչ որ որոշում, որ անցանք ինչ որ շեմեր, դժվար թիմ հավաքելը իրոք բարդ էր ահագին ամենաբարդերից։ Ուզում եմ լինում են, էլի։ Շատ լավ, այստեղ ուզում եմ նախավերջին հարցը ձեզ ուղղել, բնականաբար յուրաքանչյուր ստարտափի դեպքում ամենակարևոր բաներից մեկը անգլերեն այսպեսի մի հատ միտք կա follow-up-ն է։ Ինչ եք ակնկալում, հա? Ինչ են ուզում հատկապես, երբ ստարտափը հասնում է ինչ-որ մի փուլի, որտեղ որ ըստ էության գաղափարը կա, խնդիր լուծում է, թիմը ձևավորված է, բայց բնականաբար ինչ-որ ռեսուրսների, ներդրումների անհրաժեշտություն է ունենում։ Դուք ունեք նման խնդիր կամ ինչ փուլում եք այս մասով։ Ներդրումների մասով Ներդրումների մասով ասենց ասեմ, հիմա ներկայապային մենք չենք ձգտում ներդրումների, քանի որ մենք հիմա հասկանում ենք, որ մինչև շուկան դու չես մտնում, ներդրումները դու շատ վատ պայմաններով կարաս ներգրավես, այդքան հասկանալով մենք հիմա լիարժեք մեր միջոցներով փորձում ենք product-ը մտցնենք շուկա, նաև թերությունները ջրերես անենք, ուղենք, բերենք շատ լավ մակարդակի նոր արդեն կմտածենք ներդրումների մասին։ Մի ուրիշ կարևոր պահ էլ կա, նույնիսկ եթե մեծ դրումներ լինեն, մենք հասկանում ենք, որ ոնց որ մենք անելով համել սովորում ենք ու այն արագությունը, որը որ մենք հիմա անում ենք, եթե ավելի շատ ներդրումներ գրավենք, նշանակում է տեմպը ավելի պետք է արագացնենք, այդտեղ մենք ռեսուրսների խնդիր կունենանք։ Երևանի տեսքով որքան որ պերֆեկցիոնիստ բաներ ունենք, ինչը product-ի համար լավ է, բայց նաև ոնց որ սա ավելի ստիպում է, որ ռիսկային բաներ չանենք, այսինքն դանդաղ սովորելով, հասցնելով այն ինչ որ անում ենք, լավ անենք, շատ բարձ օրինակ, ասենք մարքեթինգի բյուջեի մասին ենք այս վերջերս քննարկում, արդյոք արժի շատ մարքեթինգային բյուջե տրամադրել, թե չէ, ու զգացինք, որ շատ անելը միանգամից ինքը իր բացասական կողմերն ունի, այդքան ակնհայտ չի, որ ինչքան շատ այնքան լավ։ Մոտեցումը հիմնական դա է, հետո մի փուլ եղավ, որ շատ լուրջ մտածում ենք ներդրումների բաների հետ կապված, որտեղի որ վերջնական որոշումը է դեր, որ ինչքան որ մենք ձգում ենք մեր ֆինանսական միջոցներով, մեր աշխատանքով աճացնենք այս ստարտափը, փորձենք դա անենք, հետո հենց որ զգանք կարիք կա, արդեն կարող ենք ներդրողներ այդ ժամանակ հետաքրքրվողներ իրականում կային, երկու պոտենցիալ քննարկումներ ունեցել ենք, բայց հետո որոշեցինք, որ դեռ պետք չի։ Շատ լավ, եւ վերջին հարցն եմ ուզում ուղղել, որտեղ գտնեն ձեզ մեր ռադիոլսողները եւ ռադիոդիտողները։ Եվ վերջի այն անհատները, ովքեր որ շինարարական ապրանքների ընդհանրապես ոլորտի հետ կապված գնումների անհրաժեշտություն են ունենում։ Shintender.am, հա, մեր կայքն է, բոլոր ինֆորմացիան ինչ որ մասին պատմում ենք, հենց ինքը պլատֆորմն է, կարող են մտել ու հենց միանգամից սկսեն օգտվել։ Շուտով նաև հավելվածներ դնելու ու երևի այնքան շուտով մինչև հաղորդումը արդեն եթեր կգնա։ Հրաշալի է, հաջորդ հաղորդմանը կխոսենք նաև արդեն հավելվածի մասին։ Շատ շնորհակալություն ձեզ, շնորհակալություն նաև հետաքրքիր գաղափարի համար։ Իրականում հատկապես այսօր, երբ Հայաստանում շինարարական ոլորտը չեմ էլ կարող այսպես ասել բում է ապրում, թե շուտով անկում կապրի, թե այս համատարած, հա, բնակարանաշինության, ընդհանուր շինարարական ֆոնի վրա, բայց իհարկե միշտ գործարար ոլորտում գալիս ենք նրան, որ նման հարթակները իսկապես հեշտացնում են հաճախորդի կյանքը, որ եւ ժամանակի տեսանկյունից, որ ամենաթանկ ռեսուրսն է, եւ ինչի ոչ նաև ֆինանսական տեսանկյունից, որովհետև դու մեկ հարթակում կարողանում ես միաժամանակ տեսնել բոլոր առաջարկները եւ ընտրել լավագույնը, որը որ այդ պահին քո պահանջներին ավելի համապատասխան է։ Ձեր գործերին շատ մեծ հաջողություն, մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործարար ալիքի եթերում անդրադարձ են կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, այսօրվա իմ հյուրերն էին Երվանդը Մարկոսյան եւ Մեսրոփ Անդրեասյան, ովքեր հանդիսանում են Shintender ընկերության համահիմնադիրները։ Ձեր գործերին հաջողություն։ Շնորհակալություն ձեզ նույնպես։